Փառք ամենակարող Տիրոջը։ Շնորհակալ ենք Աստծուց, բարով եք եկել Աստծո սիրելի ժողովուրդ։ Տերը օրհնի ձեզի։ Դավիթ թագավորը ասում էր. ուրախանալով կուրախանայի, երբ որ ինձ ասեին Տիրոջ տունը գնամ։ Փառք Հիսուսին, մենք պետք է ուրախանանք, այո։ Ուրախանալով պետք է ուրախանանք, որովհետև եկել ենք Աստծո սրբավայրը, Աստծո տունն ենք եկել, սիրելիներս, եկել ենք այն վայրը, այնտեղ որտեղ որ միայն քահանայապետը կարող էր մտնել, մենք այսօր մտել ենք Տեր Հիսուսի անունով, փառք իր սուրբ անվանը, եւ այսօր իր ժողովուրդն ենք, իր սիրելի ժողովուրդն ենք, իր անունը թող փառավորվի, Աստծո սիրելի ժողովուրդ։ Իմ սրտիս հոգում պիտի փառավորեմ, իմ երգերով պիտի գոհանամ, ոնց էր երգը, եւ իրան դիմավորեմ, ինչ հիանալի է, ինչ կյանք է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այսօր մենք եկել ենք կյանքի առաջ, կյանքի մեջ ենք եկել, իրա մեջ ենք մենք, Քրիստոս Հիսուսի մեջ ենք, որ ինքը երկնքում նստած, մենք էլ իր աջ կողմն ենք, իր հետ նստած ենք, հավատքով մենք մեր Հիսուսը մեր հետ է, մեր կյանքն է, մեր փրկիչն է, մեր առաջնորդող հովիվն է, եւ ամենակարևորը մեր սիրո Աստվածն է, որ մեզի սիրեց եւ իր այդ Աստվածը եւ իր որդին Հիսուս Քրիստոսը մեզի տվեց։ Այնքան սիրեց աշխարհը, Հովհաննես 3:16-ում ասում է, որ իր միածին որդին ուղարկեց, որպեսզի ամեն նրան հավատացողը չկորսվի, հապա ունենա հավիտենական կյանք։ Եվ Աստված իր որդին չուղարկեց, որ աշխարհը դատի, այլ որ աշխարհը իրանով փրկություն ունենա, սիրելի Աստծո ժողովուրդ, փառք իր սուրբ անվանը։ Տերը թող փառավորվի, դրա համար Ֆիլիպեցիների մեջ 4-րդ գլուխ 4-րդ խոսքից կարդում ենք. ուրախ եղեք Տերումը ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ ուրախ եղեք, ձեր հեզությունը թող հայտնի լինի ամեն մարդկանց, Տերը մոտ է, ոչինչ հոգս մի անեք, այլ ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով եւ գովությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանե ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսումը։ Այսուհետև եղբայրք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինություն է եւ թե գովություն է, այն մտածեցեք, հենց այն, որ սովորեցիք եւ ընդունեցիք, ներողություն, եւ լսեցիք եւ ինձանում տեսաք, այն արեք եւ խաղաղության Աստվածը ձեզի հետ կլինի։ Եվ լսեցիք եւ տեսաք, սիրելի Աստծո ժողովուրդ, շատ կարևոր է, որ եղբայրս այսօր նոր խոսում էր լսելուց, ասելուց, Աստծո խոսքը պետքա լսես, որ հավատաս, սիրելի Աստծո ժողովուրդ, որ չլսես, որտից կհավատաս։ Մարդը երբեք չի կարող առանց լսելու հավատա։ Մի բանը, որ ասում են, մարդը լսում է նոր, հա, ասում է ու հետաքրքրվում է, հավատում է։ Դրա համար Հովհաննես առաքյալը իր առաջի թղթում ասում է, այն որ սկզբից էր, որ լսեցինք, որ մեր աչքերով տեսանք ու նայեցինք, որ լսեցինք, իրանք էլ լսեցին, սիրելի Աստծո ժողովուրդ, մեր աչքերով տեսանք։ Դրա համար շատ կարևոր է այսօր, սիրելի Աստծո ժողովուրդ, լսելը, որ մենք պետքա լսենք Աստծո կենթանի խոսքը
Եվ ամենակարևորը մեզանից յուրաքանչյուրը հենց այնց չի եկել միտեղ ասում է ես Աստծուն պաշտում եմ, այտենց մեկը եղել է, հա որտից գիտի այդ Աստվածնով է, որտեղ է կամ ինչ է, ինչպես ես ընդհանրապես ոչ գիտեի, ոչ Աստծու անուն էի լսել, դե Աստծու անուն լսել, սա էլ Աստված ասում են, բայց թե ինչ է, ոնց է, որտեղ կա, որտեղ նույնիսկ եկեղեցիներ էլ ես չեմ գնացել, ասենք։ Դրա համար Աստծո սիրելի ժողովուրդ, շատ հասարակ է այս Աստծո խոսք գործը, այնքան հասարակ է, լսել, տեսնել, որ չլսես, դրա համար շատ մարդիկ կան, որ մարդը խոսում է, չեմ ուզում լսեմ, չես լսում, քո համար չես լսում, բայց ով որ լսում է, ինքը շահում է։ Ես էլ այդպիսիներից մեկն էի, որ ժամանակ ես դրա համար ուզում եմ այսօր մի փոքր, որովհետև կապրած խոսնել այդ վիճակի վրա գնաց, ուզում եմ ներկայացնել մի փոքր իմ վիճակով եմ ուզում, որովհետև այդ ավելի կարևոր է վկայությունը որոշ բաներ, ավելի կարևոր է, որ մեր առաքյալը վկայում է, որ մենք տեսանք, մեր աչքերով լսեցինք, տեսանք, վերջը։ Այսօր ուզում եմ մի փոքր խոսել, հետո կշարունակեմ։ Ուզում եմ իմ հավատքի մասին ընդհանրապես առաջին անգամ երբ ինձ հետ խոսեցին, առաջին հարցը որ տվել են, էսի ա եղել, դու Աստծուն հավատում ես։ Իհարկե, ես ասեցի ոչ, չեմ հավատում։ Ոնց կան հենց ասեմ, որ չեմ հավատում, որովհետև ես Աստծուն ոչ տեսել էի, ոչ լսել էի իր մասին, ոչ դպրոցներում էին ասել, որտեղ էլ որ սովորել եմ կամ ասենք դպրոցում, հետո որտեղ էլ որ սովորել եմ դրանից հետո միայն անաստվածություն է, աթեիստ ենք, աթեիստական ուսմունք է քարոզվել եւ աշխատանքի վայրում թեկուզ չէի լսել, բայց այդ առիթը որ բան եղավ, որ հանդիպեցինք արդեն ու առաջի հարցը այդ աղե, հավատում ես, ես ասեցի ոչ, չեմ հավատում, որովհետև ու բացատրեցի, այս որ ձեզ ասում եմ, այտենց ասի, որովհետև ես հետ եմ լսել, բայց ինչ ասեց, մի քանի հարցումից հետո ասեց, բայց դու կուզես լսել Աստծո խոսքը, կուզես դրա մասին լսել, այդ Աստծո մասին, որ հիմա ինքը ասեց Աստված կենդանի է, Աստված կա, իմ ասելուց հետո որ ասի չէ, երկինք երկիր ստեղծող արարիչ Աստվածը ինքն է ստեղծել այս երկինք մի խոսքով, որոշ բաներ խոսելուց հետո, ասեց ուզում ես լսել դրա մասին, ես կարայի ասեի ոչ, չեմ ուզում լսել, բայց ասեցի այո, ուզում եմ լսել, սիրելի Աստծո ժողովուրդ, ինչքան կարևոր է սկզբնական վիճակը, որ լսելը Աստծո սիրելի ժողովուրդ, արդեն որ լսեցի, լսելուց հետո ահագին խոսեց արդեն Աստծո խոսքը, Աստված սկսեց իմ հետ գործ ստենալ, իմ մոտ սկսեց փոփոխություն, արդեն ինքս ինքան ոնց որ այդ բաները լցվել իմ սրտի մեջ, ու այդպես Աստծո սիրելի ժողովուրդ, այդ խոսքը գործի անցավ, որովհետև հետագայում, որ ես ասեցի, եթե Աստված կա ինձ այս բաներից ազատի, այնպիսի բաներ, որ կոնկրետ չէի կարողանում ազատվել, Աստված ինձ ազատեց, հենց հաջորդ օրը մի անգամից խոսքը գործի փոխվավ, սիրելի Աստծո ժողովուրդ, ոչ թե մենակ էդի խոսքով եղավ, այլ Աստված ինչ որ ասել էր ու նաև ասեցի խնդրենք, որ Աստված ազատի, Տեր Հիսուսը ազատեց ինձ, քուր աղբերներս, էդի երկար պատմությունը չեմ ուզում պատմել,
ինչ եմ ուզում ասեմ, շատ կարևոր է այսօր լսելը, որ լսես, նաև Աստված գործի է դնում այդ լսածդ, այնպես անում, որ դու տեսնես իրականից քո աչքով հավատաս, ինչպես մեր առաքյալ Հովհաննես ասում է, լսեցինք, տեսանք, գործեցինք իր հետ ու արդեն շարունակում է։ Այսօր դրա համար շատ կարևոր է, սիրելիներ, լսել ճշմարտության խոսքը։ Իմ միակ բանը եղել է, որովհետև ես կուսակցական էի, իմ վարդապետությունը այդ բանը միայն այդ ուղղությամբ էր, պարտիայի ուղղությամբ, բայց գիտեի էդի է ճշմարտություն, էդի ամենաբարձր բանն է երկրի վրա, բայց Աստված փոխեց էդի, սիրելի Աստծո ժողովուրդ, Աստված ինձ հասկացրեց, որ էդի չի ճշմարտություն, դրա համար Հովհաննես 14:6-ում որ գրած է, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ինքն է, սիրելի Աստծո ժողովուրդ, իրանից դուրս կյանք, ճշմարտություն չկա, սիրելի Աստծո ժողովուրդ, դրա համար Տերը թող օրհնի ձեզի, Տերը զորացնի պահի, հավատարիմ իրատան մեջ իրան պաշտենք ու փառավորենք, որովհետև գրված է Տիմոթեոսի առաջի Տիմոթեոս 2-րդ խոսքից, որովհետև սա բարի եւ ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առաջին, որ կամենում է ամեն մարդիկ փրկվեն, Աստված ուզում է, դրա համար էսի է կարևոր, կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն, որ մեկը դուրս չմնա եւ ճշմարտության գիտությանը գան, շատ կարևոր է էդի, փրկվեն ու ճշմարտության գիտությանը գան, որովհետև մեկ Աստված կա եւ մեկ միջնորդ Աստծո եւ մարդկանց մեջ Հիսուս Քրիստոս մարդը, որ իր անձը ամենքի համար փրկանք տվավ, որ վկայություն լինի իր ժամանակումը, փառք Հիսուսին, այո, որ իր անձը ամենքի համար տվավ վկայություն լինելու համար, եւ իր առաքյալները վկայեցին իր մասին, թե ով է ինքը, եւ շատ վկայություններ կա իր մասին, նույնիսկ հին ուխտում վկայություններ իր մասին, որ փրկիչը լինելու է, մի խոսքով, էդի շատ դուք կարդացել եք, ինձանից լավ գիտեք Աստծո սիրելի ժողովուրդ։ Եվ ամենակարևորը, ինչն է մեր այս վարդապետության մեջ կարևոր, որ միմյանց հետ հավաքվենք, միմյանց մեջ հավաքվելը շատ կարևոր է, եւ Եբրայեցիս 10:25-ում գրված է, մեկտեղ հավաքվելը չթողեք, մեկտեղ հավաքվելը չթողեք, որովհետև դա շատ կարևոր է, այսօր որ մենք մեկտեղ ենք հավաքվում, ում անունով ենք հավաքվել այստեղ, Հիսուսի անունով ենք հավաքվել այստեղ, որտեղ 2-3 հոգի իմ անունով հավաքված են, ես ներկա եմ նրանց մեջ, ինքը ներկա է մեր մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ, ինքը լսում է մեր յուրաքանչյուր խոսակցությունը, մեր աղոթները, մեր տկարությունները, մեր հիվանդությունները, որ մենք ասում ենք, բերում ենք իր առաջ, լսում է ինքը, թե չի լսում, ինքը լսում է, սիրելի ժողովուրդ, եւ մենք պետք է ուրախանանք ու փառք տանք, եւ մենք զորանում ենք, որ գալիս ենք այստեղ, որովհետև լսում ենք Աստծո խոսքը, որովհետև Աստծո խոսքը այո ճշմարտությունն է, այդ խոսքն է, որ այսօր ապրեցնում է մեզի, սիրելի Աստծո ժողովուրդ, այդ խոսքն է, որ կյանք է տալիս մեզի, այդ խոսքն է, որ մուրճը այո, որ ինչպես եղբայրս ասեց, եւ կրակ ու ամեն ինչ է, դրա համար թող Աստված օգնի մեզի, սիրելիներս, եւ դրա համար ամեն անգամ որ գալիս ենք Հիսուսը գիտես ինչ ասում ասում է խաղաղություն ձեզ ինչքան ինչ հիանալի բան է խաղաղություն ձեզ քուր աղբերներս էլի մեկտեղ հավաքված էին աշակերտները ու
Սկում էին, գիտեին Հիսուսը արդեն եսի ինչ ա եղել, բայց Հիսուսը մեկ էլ փակ դռների հետևից տենց գրած է։ Եկավ, ասեց խաղաղություն ձեզ։ Եվ ասում է աշակերտները 20-20 Մատթեոս Հովհաննես 20-20 ասում է տեսան եւ ուրախացան դրա համար որ գալիս ենք ստեղ Հիսուսը ասում է խաղաղություն ձեզ որ մենք տենանք ուրախանանք ամեն անգամ տենանք ուրախանանք որ Հիսուսը ստե ներկա է մեր մեջ ասո սիրելի ժողովուրդ բայց ուրախանանք մեր Հիսուսով բայց չգանք ասենք այդ մենք Հիսուսին մասնակից ենք տեսնենք խոսենք մեր մեղքերը մեր սխալները իրան ասենք եկել գանք բժշկվենք հիվանդ ենք գանք բժշկություն գտնենք այդ չի ուզում մեր Տերը էդի է ուզում սիրելի ասա ժողովուրդ ինքը սիրում է մեզի ինքը մեր համար իր կյանքն է դրել խաչի վրա իր կյանքը մեզի համար դրել է սիրելի ասա ժողովուրդ այդ անարգ մահը որ էդի անարգություն էր ինքը մեր համաձայնվավ մեր համար խաչի վրա բարձրանար մեռնել որ մենք չմեռնենք թե չէ մենք ենք մեռնելու մենք կյանք չենք ունենալու եւ ինքը հարություն դրվեց գերեզման ու հարություն առավ որ մենք էլ հարություն առնենք փառք ամենակարող Տիրոջը եւ այն Աստվածը որ Հիսուս Քրիստոսը հարություն առնել տվավ ձեր մահկանացու մարմիններն էլ վերջի օրը պետք է հարություն առնել տա փառք իրան Հասենք փառք քեզի Տեր Աստված, ինչ Աստված ունենք մենք։ Ինչ սիրո Աստված է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մենք պետք է տեսնենք, ուրախանանք։ Այո, առաջի անգամ Թովմասը ներողություն։ Իրանց հետ չէր։ Շատ բան կորցրեց ինքը։ Ինչ կորցրեց։ Հիսուսի բերած խաղաղությունը զրկվեց։ Հետո Հիսուսի հետ այդ ուրախությունը, որ աշակերտները ունեցան, դրանից զրկվեց։ Թե չզրկվեց։ Հետո բաժնեկից չեղավ իր աշակերտների հետ։ Հետո մեկ շաբաթից ավելի, որովհետև 8 օր հետո գրած այնտեղ 8 օր հետո երկրորդ անգամ է գալիս, մեկ շաբաթից ավելի սուքի մեջ ապրեց, որ աշակերտները արդեն գիտեին Հիսուսի հարության մասին, բայց ինքը սուք էր անում։ Ու հետո նոր 8-րդ օրը Թովմասը եկավ աշակերտների հետ, մեջտեղը կանգնեցավ եւ ասեց խաղաղություն ձեզ։ Փառք Հիսուսին։ Եվ ասեց ձերքերը ցույց տվեց արի Թովմաս քո ձերքդ մած նայի ձերքերը եւ ձեր մատդ էլ մծրու իմ խոցված կողը ինչ էր մտնում Թովմասին անել Աստված իմ Տեր իմ նոր հասկացավ թե ում ինչա կորցրել սիրելի ասել ժողովուրդ թող Տերը օգնի Նաև որ կիսահավատ եղավ մի եղիր անհավատ այսինքն անհավատ ոչ թե կիսահավատ խոսքը ասեց չէ մի եղիր անհավատ այլ հավատացյալ Երանի նրան որ դու տեսար հավատացիր այդեն չէ ասեց բայց Երանի նրան ով որ չի տեսել բայց կհավատա մենք տեսել ենք մենք չենք տեսել բայց հավատում ենք խոսքին լսել ենք այդ խոսքը այսօր հավատում ենք այդ խոսքին եւ Տերը մեր մեջ է փառք իր սուրբ անվանը Հավիտյանս թող ինքը փառավորվի Հիսուսը իր զավակներին շատ է սիրում
ու չի ուզում որևէ մեկը ոնց որ կարդացինք, որ կորսվի։ Տերը թող օգնի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Իր ժողովուրդը մենք իր կարիքը շատ ունենք։ Ինչ է հավատքը, նշանակությունը նաև։ Աստծո խոսքը դրան պատասխան է տալիս։ Հուսացած բաների Եբրայեցիս 11:1-ը, հուսացած բաների հաստատությունը եւ չերևած բաների ապացույցն է։ Դա հավատն է։ Շատ բաներ կան աշխարհի մեջ, որ չենք տեսնում, բայց հավատում ենք, որ կա, լսելով դե ասում են, չէ, ես ինչ տեղը սենց բան եղավ է, հավատում ենք, չէ, լուրերա բանա, ես ինչ տեղը երկրաշարժ եղավ է, ես ինչ տեղը հավատում ենք, չէ, այդ մարդկային հասարակ բաները հավատում ենք։ Բայց ինչքան երբ աշխարհիկ ու նյութական բաներին հավատում ենք, բայց ինչքան պետք է հավատանք մեր այն ստեղծիչին, որ ստեղծել այս երկիր, աշխարհը եւ ինքը ասում է, որ սկզբեն Աստված երկինք ու երկիր ստեղծեց եւ մնացած բաները, այդ ոնց է այդ մեծ բաներին, որ նյութական, բայց այդ կարևոր բանը, որ Աստծո խոսքն է ասում, չենք հավատում։ Դրա համար պետք է հավատանք ամենակարևոր ճշմարտությունը Աստծո խոսքի մեջ է, Աստծո լույսը նայեցի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Թող Տերը օգնի, ողորմություն անի մեզի, որովհետև մենք Տիրոջ սիրո կարիք ունենք, իր ներկայության կարիք ունենք եւ ինքը ուզում է, որ իր ժողովուրդը ուրախանա իրանով, խաղաղություն ունենա իրանով, նաեւ բժշկություն ունենա իրանով, որովհետև ինքը նաեւ մեր բժիշկն ու թագավորն է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եվ դրա համար Հովանի 6-րդ գլխի մեջ շատ հետաքրքիր խոսքեր ասում, 26 խոսքեր։ Հիսուսը պատասխանեց նրանց եւ ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք ինձ որոնում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, բայց որ հացից կերակ ու կշտացաք։ Գնացեք գործեք ոչ թե կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է հավիտենական կյանքի մեջ, որ մարդի որդին կտա ձեզի, որովհետև Աստված հայրը կնքեց նրան, արդ նրան ասացին, ինչ անենք, որ Աստծո գործերը գործենք։ Հիսուսն էլ պատասխանեց եւ նրանց ասեց. սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, որ նա ուղարկեց, հավատաք Հիսուսին, էսի է Աստծո գործը, սիրելի Աստծո ժողովուրդ։ Էդի չի ամենամեծ գործը, որ հավատաք իր ուղարկածին, որովհետև ինքը ուղարկեց աշխարհի փրկիչ ելնելու, որ փրկի բոլորին, բոլոր աշխարհի ժողովրդին։ Փառք իր սուրբ անվանը, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ես մի հատ օրինակ եմ ուզում կարդալ, շատ չեմ ուզում երկարացնել, Տերը թող օրհնի, Տերը զորացնի, Տերը մեր ականջները բացի, դրա համար որ գալիս ենք այստեղ, մեր ականջները բացենք լսելու, էսի շատ կարևոր է, էսի այն խոսքն է, որ մտնելով մեզի կյանք է պարգևել, որ այսօր մենք իրանով փրկություն ենք եւ ունենք, սիրելի Աստծո ժողովուրդ, եւ ամենատեն լսելով այս խոսքը ավելի զորանում ենք, սիրելիներս, ոչ թե թուլանում ենք, գնում ենք տունը, նստում չենք գալիս ենք, հիվանդ եմ, ասենց այսօր հավես չունեմ, այսօր խանութ էթա մի հատ էսի առնեմ, դո ինչ խանութ, ինչ բան, գնա եկեղեցի, գնա մի հատ քո Տիրոջ հետ քո հարցերը լուծի, ամեն հարցերը մի հատ ուրախացան, խաղաղության մեջ, թող սիրտդ բժշկվի, թող սիրտդ խաղաղվի, ուրախություն, խաղաղություն ունեցի, որ գաս քո տան մեջ էլ էդի ունենաս, հետո ասես փառք քեզի Տեր Աստված ու փառավորես այդ Աստծուն։ Այդի է տալուս, գնա խանութ, այ մարդ, էս ինչ թանկ է, էս ինչ է, արա էսի առնելու բան, մարդիկ էս ինչ են անում, տո էս ինչ գներ են դրե, հազար տեսակ բաներ,
ու համ մարդկանց ենք դատում այդ ընթացքում, համ մեզի ենք դատում, էլ ինչ ասես չենք անում։ Բայց Աստծո խոսքը գալիս է ասելու խաղաղություն ձեզ։ Ուզում եմ, որ մենք խաղաղություն եւ ուրախություն ունենանք միմյանց հետ։ Եվ ուրեմն Սուրբ Օգոստոնիոսը մի օր կայսրը Օգոստոնիոս էլ կա, չէ՞, հա։ Ինքը ապաշխարել Սուրբ Օգոստոնիոսը մի օր ծովը ձերքում կքալեր եւ կտեսնե մի պստիկ տղա, որ ծովը կվազեր ափը ջրով ափի մոտ ջրով կլեցներ բուրը ու կբերեր ավազի մեջ իր շինած փոսի մեջ դատարկում էր այդ ջուրը։ Երբ Սուրբ Օգոստոնիոսը հարցնում է այդ տղուն, թե ինչ կնե, տղան կպատասխանե, ծովը կդատարկեմ։ Ծովն է դատարկում էլ։ Սուրբ Օգոստոնիոսը ասում է, թե այնտեղ հասկացա, թե ինչպես պստիկ տղան չէր կարող իր մտքի մեջ տրամաբանել, թե ծովը կարելի չի դատարկել։ Այդ պստիկ փոսի մեջ ինչքան էլ ուզում ես լցել, ծովը չի դատարկել։ Նույնպես կարելի չէ տիեզերքից ստեղծիչին հասկանալ եւ բացատրել, ճանալ մարդկությանը, պստիկ ուղեղով հասկացնել մարդկությանը։ Այնքան խորն է Աստծո գիտությունը, որ ամեն բան չես կարա լցնել, սիրելիներս։ Այդ քո պստիկ բուրով, այս մեր մարդ փոքր ուղեղով մենք չենք կարող Աստծո այդ մեծամեծ գործերը, բայց Աստված հնարավորություն է տվել մեր չափով, ինչքան որ մենք հնարավորություն ունենք Աստծուն պաշտենք, փառավորենք, ինչքան որ հասկացողություն է տվել մտածողություն, իրան պաշտենք ու փառավորենք, իր կամքը կատարենք, ամեն։ Փառք իր Սուրբ անվանը, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ուստի ուզում եմ, որ այս աղոթքով, հիմա որ պետք է աղոթք անենք, ոտքի կանգնենք, խնդրենք, թող Տերը մեր հավատքը ավելացնի, թող մեր հավատքը ինչքան ունենք, էդի քիչ է, թող ավելացնի, իր աշակերտները խնդրեցին Տեր մեր հավատքը ավելացրու, թող ավելացնի մեր հավատքը, դրա համար էլ ենք խնդրենք, օրհնյալ հավիտենական, թագավոր Աստված, դու ես մեր թագավոր Տերը, շնորհակալ ենք, գոհանում ենք, փառավորում ենք քո սուրբ անունը, հավիտյանս դու մեր թագավոր Աստվածն ես, Տեր Հիսուս Քրիստոս, Տեր, դու գիտես, Տեր, հավատում ենք, Տեր, ամեն մեկս էլ, Տեր, ինչ չափով է դու ինքդ գիտես, բայց մենք խնդրում ենք, որ մեր հավատքը ավելացնես, լիացնես, օրհնյալ, թագավոր Տերս, փառք քեզի, որ մենք 100% հավատք ունենանք քո նկատմամբ, Աստծո ստեղծագործության նկատմամբ, ամեն ինչի նկատմամբ, Տեր, քեզի փառավորենք, քեզանով ուրախանանք, քո կամքը կատարենք, փառք, պատիվ, շնորհակալություն, գոհություն, թող այս ամենի համար փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, ալելույա, ամեն։